Բարև ու էլի բարև։ Այս վիդեոյում ուզում եմ շատ կարճ խոսամ արտաքին տեսքի մասին։ Մենք հիմա այդ շատ հաճախ կապում ենք նիհարելու հետ։ Իրականում այդ մենակ նիհարելը չի, այլ առողջ ձիգ մարմին ունենալն է։ Ու մենակ էդ էլ չէ, առաջինը պետքա լինի քո մեջից քեզ սիրելը, ոչ մեկի հետ չհամեմատելը ու դրանից ելնելով լավին ավելի ձգտելը։ Բայց քանի որ այդ ամեն ինչը ընդգրկում է նաև արտաքինի վրա աշխատելը, խոսանք դրա մասին։ Երբ որ որոշում ես սկսես մի բան, առաջին բանը, որ բոլորս մտածում ենք, դիետա, լիքը բաներից քեզ զրկում ես, մենակ ինչ-որ բանջարեղեն կամ սալատ ես ուտում, մի որոշ ժամանակ դիմանում ես, իսկ հետո բնականաբար էլ չես կարողանում պահես ու անցնում ես հետ քո հին ռեժիմին։ Մեկ-մեկ այնքան ես կարոտած լինում քո հին սիրած բաները, որ դաժե ավելի շատ ես սկսում ուտել դիետայից հետո։ Ասեմ, որ դու մեղավոր չես, ոչ էլ քիչ կամքի ուժ ունես։ Ճիշտը այն է, որ կան շատ ճիշտ ձևեր, թե ոնց իրականում լինես ավելի առողջ, ունենաս սիրուն կազմվածք ու զգաս քեզ ավելի թեթև։ Ու ամենակարևորը, որ այդ արդեն պետքա դառնա ապրելակերպ, այլ ոչ թե մի քանի ամսվա պրոգրամ։ Ես ինքս շատ տարբեր բաներ եմ փորձել ու հիմա ավելի շատ եմ հասկանում ոնց ճիշտ սնվես, պարապես եւ այլն։ Դրա համար իմ փորձից ուզում եմ կիսվեմ 6 սխալով, որ մարդիկ հիմնականում անում են, երբ որ ուզում են նիհարեն կամ ուղղակի ավելի սիրուն կազմվածքի հասնեն։ Ամենաառաջինը, մեր քաշը կապված է շատ ու շատ ֆակտորների հետ, սկսած մկանից, անմալից, չմարսված ուտելիքից, հորմոններից եւ այլն։ Ու շատ հնարավոր է, որ դու իրականում սկսես մաշել քո ճարպը, բայց եթե ճիշտ ես սնվում ու մարզվում, մկան հավաքես ու իրականում քաշի փոփոխություն չտեսնես։ Բացի դրանից, քաշը չպիտի լինի քո նպատակը պիտի լինի առողջ լինելը, սնվելը, քեզ թեթև ու ուրախ զգալը քո մարմնում։ Այդ նիհարելու համար կալորիայի դեֆիցիտը կարևոր է, այսինքն դու պիտի վառես սենց ասած ավելի շատ կալորիաներ, քան ուտում կամ խմում ես, բայց մյուս կողմից, եթե շատ քիչ կալորիաներ ուտես, կարաս ունենաս հակառակ էֆեկտը։ Ու շատ հնարավոր է, որ կորցնես մկաններ ու ամենակարևորը դանդաղացնես քո նյութափոխանակությունը, որը շատ կարևոր է նիհարելու համար։ Բացի դրանից, եթե դու անդադ զգաս սովածություն, ուրեմն քո մարմինը հա ստրեսի տակ է ու երկար ժամանակահատվածում սենց տնես չես կարողանալու դիմանաս։ Երրորդ, եթե ընդհանրապես չմարզվես, հավանականությունը մեծ է, որ սենց ասած կնիհարացնես քո մկանները, ֆիզիկական վարժությունը օգնում է, որ պահես մկանները, տալիս ավելի ձիգ մարմին ու նաև ինչքան շատ մկան ունենաս, ավելի հեշտ է դարձնում կորցնել քաշ ու պահել կարևորը։ Իսկ մյուս կողմից, եթե շափից դու շատ պարապես ու շատ ծանրաբեռնվես քո մարմինը, էդի կարա նպաստի քո ստրեսի բարձրացմանը ու համ էլ երկար ժամանակահատվածում չես կարա տենց պահես։ Նենց որ պետք չի շատ ծանրաբեռնել ու մենակ պարապելու միջոցով փորձել քաշ գցել, այդ ոչ առողջ է, ոչ էլ էֆեկտիվ։ Քաշերով պարապելը ու կարդիո անելը մի քանի անգամ կարա լինի շատ ավելի նպաստավոր։ Օրինակ ես հիմա շաբաթվա մեջ 2 անգամ պարապում եմ քաշերով ու 2 կամ 3 անգամ կարդիո եմ անում։ Իսկ կարդիոն կարա լինի հասարակ առավոտը քայլելը, վազելը կամ ջիմում ինչ-որ մի բան անելը, լող, պար եւ այլն, ինչ-որ մի բան, որ քեզ հաճույք է կտա։ Մյուս կարևոր սխալներից մեկը ճիշտ սննդանյութեր չուտելն է։ Կարևոր է շատ, որ դու օրվա ընթացքում ուտես պրոտեին, եթե քեզ տալիս է համ կշտանալու ավելի շատ զգացողություն, արագացնում է քո նյութափոխանակությունը ու սնուցում է քո մկանները, բավարար ֆայբեր ուտես, էդի ճիշտն ասած հայերենը չգիտեմ ոնց է, բայց ընդհանրապես էդ է ինչից որ բանջարեղեններն են կազմված։ Այլի շատ կարևոր է ընդհանուր առողջության համար, կշտացածության համար ու շատ ճիշտ ձև է, եթե ուզում ես մի քիչ ավելի շատ ծավալ ուտես, բայց այդքան շատ կալորիաներ չէ։ Ու նաև կարևոր է նաև ածխաջրեր, սենց ասած carbohydrates ուտելը, օրինակ բրինձ կամ կարտոշկա կամ ուրիշ ձևեր, որպեսզի ունենաս էներգիա ընդհանուր օրվա ընթացքում։ Շատ կարևոր սխալներից մեկը այն է, որ շատերին թվում է, որ եթե իրանք սկսեն բնական հյութ խմել կոլայի տեղը կամ ընդհանրապես բնական հյութերը շատ օգտագործեն, այդ առողջարար է, բայց եթե իրականում վերցնես հենց նույն պատրաստի բնական հյութը, կտեսնես, որ բաղադրատոմսերում ինչքան շաքար ունի ինքը, ու բացի դրանից, երբ որ խմում ես մի բան, ավելի քիչ ես հասկանում, որ կշտացար, քան թե երբ որ ուտում ես, նենց որ այդ հաստատ պետքա հաշվի առնել։
Ու ամենավերջում, ճիշտ առողջ ու սննդար ուտելիքը շատ կարևոր է նիհարելու համար, բայց դու նույնիսկ տենց էլ կարաս ավելի շատ կալորիաներ ուտես, քան իրականում պետք է։ Ու առավել ևս, եթե ուզում ես նիհարես, ուրեմն շատ կարևոր է, թե ինչից ինչքան ես ուտում։ Մենակ դրանց հարաբերությունը փոխելով, ես օրինակ 4 շաբաթում 4 կիլո նիհարեցի։ Դրա համար ինչ-որ մի ձևով հաշվելը շատ կարևոր է։ Ու համ էլ կարաս հասկանաս ու զգաս, թե ինչքանն է քո մարմինը ինչից ուզում, ինչն է քեզ էներգիա տալիս, ինչը չէ։ Դրա համար կարաս օգտագործես կամ ուտելիքի համար կշեռ կամ հատուկ application-ներ հեռախոսի համար կամ ինչ-որ ուրիշ չափելու միջոցներ։ Ու ամենավերջում ուզում եմ սեփական փորձից ասեմ, որ ճիշտ ուտելը շատ կարևոր է, քեզ տալիս է շատ էներգիա, ունենում ես առողջ մարմին ու նաև սիրուն ու կարամ հաստատ ասեմ, եթե դու սկսես առողջ ուտել, մարզվել, ճիշտ ստրատեգիա ունենալ, հաստատ կհասնես արդյունքների։ Ու միակ ձևը, երբ որ չես հասնի, էդի անդադ խախտելն է ու այդ մտածելակերպով մտածելը։ Իսկ բացի դրանից իմ համար ամենակարևորը ինքդ քեզ սիրելն է ու ուզենալ քո համար ու քո մարմնի համար լավ բան անելը ու առողջ լինելը։